Որևէ աղերս չունի։ Եվ Պարոն Հակոբյան, ես նաև մի հարցադրում ունեմ ձեզ, առավոտյան դուք անդրադարձել եք Պետրաբեդ դատարանի որոշմանը, այդ շահագրգռությունը կոնկրետ դուք ինչով եք պայմանավորում, որովհետև այնտեղ տեսակետ եք հայտնել դուստր ձեռնարկություն լինելու հետ կապված, խնդրեմ։ մի փոքր առաջ եկեք։ Եթե մենք պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ որ մեղադրանքի կողմը արդեն գիտի, երբ պետքա հրապարակվի դատական ակտը, մենք այսօր չենք ստացել դատական ակտը, ընդ որում իմ գործընկեր Վարդևանյանը լավ վիճակագրությունը ուսումնասիրել էր, երբևէ նման արագությամբ չէր կայացել որոշում, ինչ կարծիք պետք է հայտնենք, դա խտրական վերաբերմունք առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Եվ պարոն Հակոբյան, ինչպիսի հանգուցալություն եք տեսնում, որովհետև բոլոր դատականիստերին շեշտվում է հանգամանքը, որ քաղաքական համատեքստ կա եւ քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Այս դեպքում ինչ սպասել։ Դե հույսը միշտ վերջինն է մահանում, բայց կոչից էլ հարց հնչեց, դե տեսեք, հիմա դատական պրոցես է, ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կոչ էր, թե կոչ չէր։ Հիմա մեր ձևովը պաշտպանների որն է, բողոքարկել, իրավական գործընթացներ, բարերարի մեր ձևովը որը պետք է լիներ։ Ամեն դեպքում զգույշ ենք։ Ինչքան է շարունակվելու այս ձեզ։ Իմ գնահատմամբ դեռ 2-ից 3 ժամ, եթե ոչ ավել։ Հետո գնալու է որոշման։ Հետո առանձին սենյակ է հեռանալու, որոշում կայացնելու։ Պարոն Վարդևանյան, Բայց տիկին Կասպարյանը կարծես ասելու, ընդհանրեցում ավարտեք